Գրառումով պարոն Ռուբինյան, բայց այդուհանդերձ Ադրբեջանի նախագահի հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք։ Խաղաղության օրակարգ եք դուք մշտապես բարձրաձայնում, ասում եք դա պետք է լինի եւ չպետք է շեղվենք։ Ինչպես բացատրենք այդ խաղաղության օրակարգի շրջանակում Ադրբեջանը չի դադարում բարձրաձայնել նման մտքեր եւ դա ըստ էության նաեւ դիտարկվում է որպես տարածքային նկարտում Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, դուք արդարացիորեն նշեցիք, որ ես գրառման անդրադարձել եմ, գրառմանս առանձնապես ավելացնելու բան չունեմ։ Մենակ ասեմ մի բան։ Նախ ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից։ Իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, այդ հայտարարությունները ձեր նշած դրանցից մեկն է։ Բայց մենք կարծում ենք, որ եւ ինչպես գրառմանս մեջ նշել եմ, եթե հետ գնանք տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ տեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Ես պետք է ասեմ, որ երեք մի քաղաքացի մի գրառում էր կատարել կամ մեկնաբանություններ կատարել մի գրառման տակ, ասում էր Ալիևը ասում է, որ քարտեզում Սևան չկա, Գյոբչա է, դա է խաղաղությունը։ Մի կողմ թողնենք, որ քաղաքացին սխալ էր մեջ բերել, Ադրբեջանի նախագահը ասել էր, որ ցարական քարտեզներում Սևան չէր, Գյոբչա էր, ոչ թե այս պայմաններ խոսում, բայց դա մի կողմ։ Եվ ես նրան պատասխանեցի, որ ոչ, խաղաղությունն այն է, երբ որ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով գալիս է, ներմուծվում է Հայաստան։ Ես կխնդրեի օպերատորներին մի քիչ ցածրաձայն խոսել, որտեղ չեմ կենտրոնանում։ Եվ դա է խաղաղությունը, եւ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց, որ ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա հասկանում եք ինչ, եւ սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ծագման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան։ Սա ես առանց չափազանցության եմ ասում, սա պատմական իրադարձություն է եւ այսպիսի բան վերջի անգամ եղել է 1991 կամ երևի 92 թվականին, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Սա առաջին անգամն է, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծում է։ Կներեք, դուք կանխեցիք իմ հարցը։ Հենց այդ թեւը, որ դուք պատմանշեցիք, ասում են, այո, դա եղել է, դա նոր բան չի, բայց դա չի կանխել։ Ոչ նոր բան չի, նոր բան է։ Չէ, չի 91 թվին ասեցիք, չէ, որ եղել է նաեւ այդ ժամանակ։ Չէ, ոչ միայն 91 թվին, չի կանխել հետագա զարգացումն, այսինքն պատերազմը, Արցախի հետ կապված իրադարձությունները չի կանխել դա։ Դա մի քիչ տրամաբանական, հասկացա ինչ եք ասում, բայց դա մի քիչ տրամաբանական չի, այստեղ հարցը կանխել չկանխելու մասին չի, այստեղ հարցը ինչ որ բան հավանական եւ անհավանական դարձնելու մասին է։ Պարզ է, չէ, որ մի իրավիճակում, երբ որ երկու երկրների սահմանները ամբողջովին փակ են, երբ որ երկու երկրները ամբողջական իրար հանդեպ բլոկադա են իրականացնում, երբ որ սահմանին խրամատներ են եւ զինվորներ, այդ իրավիճակում ռազմական բախման հավանականությունը տասնապատիկ անգամ ավելի բարձր է, քան այն իրավիճակում, երբ որ սահմանը բաց է եւ բան չկա, բլոկադա չկա կամ բլոկադան քիչ-քիչ քչանում է, բայց դա մի կողմ Դա մի բան մոռանանք նույնիսկ բանը, նույնիսկ հավանականությունը ռազմական բախման կամ դրա մեծությունը կամ փոքրությունը Նաև տնտեսական առումով մենք առաջին անգամ ըստ էության երկաթուղային կապ ենք ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ, որտեղ միակ երկիրը, որի հետ ունենք երկաթուղային կապ, Վրաստանն էր այս 30 տարի։ Հիմա արդեն Ռուսաստանի եւ Ղազախստանից երկաթուղով որևէ ապրանքի գալիս Հայաստան եւ անհնար է գերագնահատել այս իրադարձության կարևորությունը եւ իմի բերելով այս հատվածը, էլի։ Հետեւաբար այո, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր։ Այո, կարող են լինել հայտարարություններ, որոնք մենք կհամարենք խնդրահարույց, բայց պետք է այդ եւ որոնց անդրադարձել ենք։ Նշեցիք, ես եմ անդրադարձել, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա եւ ցորենի Հայաստան ներմուծումը Ադրբեջանի տարածքով շատ կարեւոր փաստ է, որը պետք է արձանագրել, այդ թվում խաղաղության համատեքստ։ Մինչ իշխանությունները անդադար ամենօրյա գրաֆիկով խոսում են խաղաղության հաստատված
օրակարգի մասին օգոստոսի 8-ից նշելով, որ այլ իրավիճակ է, ձեր ընդդիմախոսները շարունակում են բարձրաձայնել առկա խնդիրների եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ալիևն դա շեշտում նկարտումների մասին, օրինակ երեք Արման Թաթոյանը նախկինի տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ եթե ՔՊ-ին հաջողվի վերարտադրվել 2026 թվականին, ապա Ադրբեջանը կիրականացնի նաեւ իր զավթողական մեկ այլ քաղաքականություն Հայաստանի տարածքը կբնակեցնի ադրբեջանցիներով։ Պարոն Թաթոյանը դասական մանիպուլյատոր է եւ մեծ տաղանդով աչքի նույնիսկ չի ընկնում իր մանիպուլյացիաներն անելուց եւ ընդհանրապես ես լուրջ չեմ համարում իր ասածին անդառնալ, պետք է ասեմ հետեւյալը, որ իրականությունը շատ տարբեր է, իրականությունը հետեւյալն է, մենք ունենք պատմական հնարավորություն հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի դարձնելու եւ երկարատև դարձնելու։ Եվ 2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացիները ունենալու են ընտրություն։ Ընտրել երկարատև խաղաղության միջև, խաղաղության, որը կտևի տասնամյակներ, մի վարքա մի ընդհատեք ինձ։ Խաղաղություն, որը կտևի տասնամյակներ, որոնց ընթացքում մարդիկ չեն ունենա արդեն մեզ համար հարազատ դարձած, վատ իմաստով հարազատ դարձած անհանգստությունը իրենց որդիների, եղբայրների, հայրերի, իրենց իսկ սեփական կյանքի համար տասնամյակներ, որոնք մենք կծախսենք տնտեսական զարգացման համար։ Այս սրա միջև քաղաքացիները պիտի ընտրեն եւ տարատեսակ մանիպուլյատորների միջև, որոնց իշխանության գալու դեպքում խաղաղությունը, փխրուն խաղաղությունը, ոչ առանց խնդիրների խաղաղությունը, բայց այնուամենայնիվ խաղաղությունը կդրվի վտանգի տակ։ Բայց դուք ինչ երաշխիքներ ունեք։ Ես այս հարցիներ կպատասխանեմ։ Երաշխիքը այն քայլերն են, որոնք իրականացնում ենք։ Երաշխիք եւ ես որ ասում եմ երաշխիք, նկատի չունեմ, որ կա մեկ գործոն, որը ինքնին երաշխիք է, բայց երաշխիքը կազմված է տարբեր գործոններից։ Օրինակ, դելիմիտացիայի գործընթացը մեկ գործոն է։ Վաշինգտոնյան հռչակագիրը երկրորդ գործոնն է։ Վաշինգտոնյան հռչակագրով սահմանված խաղաղությունը եւ միմյանց կողմից իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը եւ վրեժը բացառելը եւ այսպես շարունակ չցիտեմ, մեկ այլ գործոն է։ Թրիփը, որը կիրագործի մեկ այլ գործոն է։ Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան երկաթուղային ներմուծումների արգելքը հանելը մեկ այլ շատ կարևոր գործոն է։ Եվ այսպես քար առ քար մենք պետք է կառուցենք խաղաղությունը եւ շատ կարևոր է, որ 2026 թվականին Հայաստանի ժողովուրդը որոշի, որ մենք ուզում ենք շարունակել այս ճանապարհը։ Պարոն Ռուբինյան, տեսեք, ես հասկանում եմ, որ դուք խաղաղության կառուցման ճանապարհով եք փորձում գնալ, բայց Ալիևը այդ ճանապարհով արդյոք գնում է թե չէ։ Հիմա տեսեք, ասում եք Թաթոյանի ասածը մանիպուլյացիա, լուրջ չեմ ընդունում, բայց ՕՍԻ միջազգային մեդիան հետաքննություն էր իրականացրել ու պարզել էր, որ արևմտյան Ադրբեջան հայեցակարգը, այդ կազմակերպությունը ընդհանրապես փոխկապակցված է նախագահի աշխատակազմի հետ, վերահսկողության տակ է ուղիղ գործում եւ Ալիևը ինքն էլ 2022-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո ապահովելու են ադրբեջանցիների մեծ վերադարձը։ Հիմա մեծ վերադարձի տակ, հետո պահանջելու են արժանապատիվ, արժանավայր կյանք, հետո դրանից նախ որ ասում եք չէ, դրանից առաջ բան ասեցիք այնքան երկար հաց տվեցիք, արդեն սկիզբը մոռացա։ Մոտավորապես չէ, շատ լավ, չէ, հիշեցի, լավ։ Նախ ասում եք դուք փորձում եք գնալ խաղաղության, բայց Ադրբեջանը ինչ է անում այդ խաղաղության համար, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ իրոք ղազախական եւ ռուսական ծորենի իր տարածքով տարանցման արգելքը հանելը իրոք պարոն Ֆայրադյանը փայլակ կողքից ինձ ընդհատելով ասես դե լավ է այդ մի բան եղավ, բայց ասես դա ցիբանով հեգնանքով, բայց այստեղ ամենևին հեգնանքի կարիք չկա, շատ լավ է, որ դա եղավ եւ դա շատ մեծ իրադարձություն է, շատ դրական իրադարձություն է։ Հաջորդը դուք իրավացիորեն նշում եք, որ ձեր չեմ ուզում կրկնել այդ տերմինը, որտեղ դա անընդունելի տերմին է, իրավացի եք, որ ժամանակին օգտագործվել է Ադրբեջանի կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, բայց պետք է նաև նշեմ, որ օգոստոսի 8-ից հետո այդ առումով այլ իրավիճակ է։ Այդ անընդունելի տերմինի օգտագործում ես չեմ նկատել եւ հույսով եմ, որ այդպես էլ կլինի։ Եվ կրկնում եմ, պետք չի բերել փաստարկ 2022 թվականի մասին։ Պետք է բերել փաստարկ 2025 թվականի օգոստոսից
8-ից հետոյի մասին։ Բայց այդ փաստերը չեն հետվել, պարոն Ռուբինյան, փաստերը են մարդկանց չեք լսում ինձ։ Չեք լսում։ Օգոստոսի 8-ից հետո չի գոյություն։ Չեք լսում ինձ։ Ասում եմ օգոստոսի 8-ից հետո, եթե խոսում ենք արևմտյան Ադրբեջան տերմինի մասին, ես նման տերմինի օգտագործում չեմ տեսել եւ շատ լավ է։ Այսինքն պնդում եք, որ քաղաքական թողեք ավարտեմ։ Հաջորդը, եթե դուք մատնանշում եք Արման Թաթոյանի նշածը, որ այդ կազմակերպությունը ինչ որ փաստաթղթեր էր տվել ինչ որ մարդկանց, այդ կազմակերպությունը ինչն էր, ընդ որում ինչ որ խոսում էր ինչ որ ռոպագանդիստների մասին, ռոպագանդիստներ չէ, Civilnet-ի ֆակտ չեք փաստերի ստուգման հարթակը եւ FIP փաստերի ստուգման հարթակը ֆիքսել են, որ ինքը ասել էր, որ Ադրբեջանի կառավարությունն է դա տալիս, ֆիքսել են, որ կառավարությունը չէր տալիս, այդ կազմակերպությունն էր տալիս, որի գործունեությանը մենք վերաբերում ենք շատ վատ, բայց ես հիմա չեմ կարող մեկնաբանել հասարակական կազմակերպության գործողությունները այդ թվում եւ առավելապես օգոստոսի 8-ից հետո, երբ որ հստակ կառավարությունները իրենց դիրքորոշումը հայտնել են, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օգոստոսի 8-ի հռչակագրի տակ սևով սպիտակին գրած է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի ման վրա չունեն եւ չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանցից։ Վրեժը մի կողմ են գնում են խաղաղության եւ այլն։ Դուք բացառում եք, որ ադրբեջանցիները գալու են, պարոն Ռուբինյան, որովհետեւ Չէ, որտեղ միտքը པարզ է։ Համեն չէ ես ձեզ ընդհատեմ։ Ես համարում եմ, որ ընդհանրապես մեր ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից, որովհետեւ մեր ընդդիմության խոսույթների մի ահռելի բաժին ձևավորվում է Ադրբեջանում։ Նկատի չունեմ, որ Ադրբեջանում գրում տալիս են իրանց։ Նկատի ունեմ, որ Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն, մեր ընդդիմությունը ասելիք չի ունենա ընդհանրապես եւ պատահական չէ իրենց ցնծությունը վերջին հայտարարությունից։ Ընդ որում միայն Ադրբեջանից չէ, այտենց այլ երկրների ԱԳՆ խոսնակներից էլ օրինակ իրենց խոսույթը ուղիղ կախման մեջ է։ Հա, բայց ես առաջարկում եմ Կիկոսի մահով չառաջնորդվել, կրկնում եմ, եկեք առաջնորդվենք նրանով, ինչ գրված է եւ ստորագրված է։ Գրված է եւ ստորագրված է, խաղաղություն է, գրված է, ստորագրված է, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը աներկբայորեն, գրած է եւ ստորագրված է, որ ապագայում նույնպես տարածքային պահանջներ միմյանց չեն ունենալու եւ այն մնացած հարցերը ուղղակի մանիպուլյացիայի ժանրից են։ Քան պայմանագիր փաստաթուղթ խոստում խախտել Ադրբեջանը։ Դե ախր ձեր հարցը ես հասկանում եմ, բայց ինքը ձեր հարցը հասկանում եմ, բայց միևնույն ժամանակ մի քիչ նիհիլիստական է ձեր հարցը, որովհետև եթե ձեր տրամաբանության գնանք կհասնենք նրան, որ կյանքում ոչինչ հստակ չէ եւ հետեւաբար ինչ անել։ Ես էլ ասում եմ ձեզ ասում եմ, որ ճիշտ եք ասում եւ ծայրահեղ լավատեսություն պետք չի ցուցաբերել միայն ստորագրված փաստաթղթերի հիման վրա, բայց օրինակ լավատեսություն, երբ որ օրինակ Ադրբեջանի տարածքով երկաթուղով ապրանք է գալիս, դա մեկ քար ավելացնում է լավատեսության վրա։ Երբ որ Ղազախստանից է գալիս, երբ որ Ռուսաստանից է գալիս, եւս մեկ քար է ավելացնում այդ լավատեսության վրա, եւ մենք պետք է գնանք ոչ թե հետեւյալ տրամաբանության, որ դե ոչ մեկին չի կարող վստահել, պատրաստվենք կամ սպասենք վատագույնին, այլ հետեւյալ տրամաբանությամբ։ Մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հաստատված խաղաղությունը դառնա ել ավելի ամրապնդված, որ դառնա կայուն, որ դառնա երկարաժամկետ, որ դառնա անշրջելի։ Իսկ դրանք անում են այն նմանատիպ քայլերով։ Պարոն Ռուբինյան, եւ վերջին հարցը։ Այս մի անգամն է ու հույս ունեմ նաեւ նախագծի մասին հարց կտակ։ Այս մի անգամն է գալու այդ բեռները, թե բարբերաբար են գալու, թե ոչ, ունեք երկու հարցը մի անգամ ստեմ պատասխանեք, եթե կարելի է։ Ադրբեջանից անուղղակի պատասխան եղավ, որ չեն մասնակցի նախագահի մակարդակով Երևանում տեղի ունենալիք եվրոպական գագաթնաժողովին, արդյոք Թուրքիայից կան ինչ-որ պատասխաններ, թե ոչ։ Ադրբեջանից իմաստ չկա մեկնաբանել, որտեղ պաշտոնական հայտարարություն հաստատապես արված չի եղել, Թուրքիայից էլ մինչ այժմ արձագանք չկա, բայց կարծում եմ նորմալ է, որ արձագանք չկա, որովհետև միջոցառումը ամեն դեպքում ամիսներ անց է լինելու եւ հիմնականում պետությունների ղեկավարները ամսաթվին ավելի մոտ են որոշում գնալ կամ չգնալ եւ այլն, ծորենի առումով երևի ճիշտ կանեք էկոնոմիկայի նախարարության հարցն է։ Եվ հասել է արդեն Հայաստան թե ոչ։ Կարծում եմ ոչ, բայց ճանապարհին է։
Պարոն Ռուբինյան, իսկ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում միջգերատեսչական հանդիպումից նորություն կա։ Դեռ ոչ, որ լինի կհայտնենք։ Բայց ուզում եմ նաև արձանագրել, էլի, նաև ձեր իմ կողմից շատ սիրված լրագրողների պատճառով, որ մարդկանց մոտ կարծիք կա, որ ազգային ժողովում մենակ վիճում են եւ նախագծեր չեն քննարկում։ Եկել նախագիծ եմ ներկայացրել։ Ոչ մի հարց չեմ, չես դրա մասին։ Ուղղակի որ նախագիծը որ շրջանառվեց արդեն անդրադարձանք լուսաբանության։ Դե բայց հարցն է եկան, բայց լավ, հետո այլ առիթներով։ Շնորհակալություն։